քանի տարով եք դուք ձեր պայմանագիրը կնքել եւ ժամկետը երբ է ավարտվում։ Ժամկետ ոչ կարող եմ ասել, ոչ կարող եմ ժամկետ ասել, բայց որ կնքել ենք այդ հաստատ է։ Իսկ երբ եք կնքել։ Կնքել ենք 2 տարի առաջ։ Եթե կնքել ենք ու այսօր ածել, բացել ենք ու այդ քառակուսու համար ինքը տարածքը տվել է այդ քառակուսու համար ածենք վճարում։ Ինքը իրավունք չունի պայմանագիրը դեռ վերջացած մեզ հանի փողոց շփոթ։ Իսկ պայմանագրի մեջ կան կետեր, որ կան կետեր, բայց կետերը չեմ կարող։ Իսկ ներողություն ինչքան եք վճարում օրինակ ձեր վարձակալած տարածքի համար։ Դա ինչքան որ հարկայինով տված է քառակուսու։ Դե մոտավոր թվեր չեմ կարող ասել, բայց վճարում ենք։ Ասենք այն տիպի, որ ամեն տիպի մենք հարմարվել ենք։ Անձրևաջրերը եկավ, մեր ապրանքը ամբողջովին փչացավ, լռեցինք։ Ասենք մի մարդու կան նման մարդ ենք։ Կանգնան ասին բնության աղետա, բնության աղետը պետք է ապահովի մարկած։ Մենք այսօր բանկերից, հարկերից լիքը այսօր պարկեր ունենք, այսօր տուն ենք պահում։ Մանր բիզնեսից պետք չի գտնել այդքան բան։ Всё։ ձեզ ասում է Երևան տոնավաճառ տեղափոխենք, մինչև վերանորոգումը ավարտվի։ Ասենք վերանորոգումը եթե պետք է ավարտվի, ժամանակին էլ վերանորոգում գնում, ժողովրդի կեսին ուղարկում են մի կոմբի վրա։ Դասավորում են այս մեկը վերանորոգում է տեղափոխում են կնդե, հետո են մյուսն են վերանորոգում, էլի ընդհանուր բոլորին տալիս են։ Ոչ թե սաղից են սոմոր խոտոր հանում գցում են դուրս։ Հիմա մտավախություն ունեք, որ վերանորոգումից հետո չեք վերադառնա այստեղ։ Ընդհանրապես չենք վերադառնալու, ինչի մասին է խոսքը։ Այստեղ հավաքված քաղաքացիներն ասում են ուզում են մանր բիզնեսը փակել։ Իսկ ինչու՞, ում է դա ձեռնտու։ Ես չեմ կարող, երևի խոշոր բիզնեսներին է ձեռնատու, որ այսօր մանրներն են նստել։ Բայց այսօր ավելի շատ հարկ վճարողները մանրներն են, ոչ թե խոշորներն են։ Լավ։ Այստեղ գրանցված է, որ մինչև 30 թիվը մենք պայմանագիրը ստորագրած ենք։ Հաստատված է ժողովուրդ ջան։ Սա իրանք են մեզ տվել, մեզ այս պայմանագիրը բաժանել են։ Եթե մենք մեր ուզելով չենք ելնում, իրանց պայմանագիրը մինչև 30 թիվ։ Պայմանագրի մեջ կետ չկա, որ կարող են կողմերից մեկը ինքը ձեզ դուրս անել այդտեղից։ Պայմանագրի մեջ չկա տենց բան։ Եթե մենք մեր կյանքով, եթե մենք մեր ուզելով, մենք երբ ուզենք 20 օր շուտ 20 օր շուտ մենք մեր ուզելով դուրս ենք գալիս, բայց իրանց պայմանագիրը իրանց տված է, մինչև 30 թիվն է, ստորագրված է Ձեր տնօրենը որտեղ է հիմա, ով որ այդ պայմանագրի տակ Ես չգիտեմ որտեղ Անվճար կանենք այնտեղ, ինչ անվճար, եթե տաղավարները չեն աշխատում, ինչի անվճար, մենք անվճար չենք աշխատենք, մենք ուզում ենք նորմալ տաղավարներ աշխատենք, մենք անվճար չենք ուզում աշխատենք, մենք ընդամենը ուզում ենք բարելավեն մեր տաղավարները, մենք հետ կանք աշխատենք, մենք ընդամենը դա ենք ուզում, մենք բոլորին շատ հարգում ենք տնօրինությանը, բոլորին ուղղակի շատ ենք ուզում, մենք հետ կանք մեր տաղավարները, դա է մեր պահանջը, մենք ուրիշ բան չենք ուզում Կամեն ուզում ենք գանք մեր համար մեր օրվա հացի գումարը վաստակենք, ուրիշ ոչ մի բան։ Բայց սա, տեսեք, մասնավոր տարածք է, իրենք են որոշում կայացնում, և իրենք այդպիսի որոշում են կայացրել։ Դրա համար մենք շատ շնորհակալ ենք իրանց բոլորի տնօրինությանը, իրանք միշտ մեզ շատ լավ են վերաբերվել, ուղղակի սա էլ մեր պահանջն է, խնդրում ենք, եթե հնարավոր է, մենք հետ գանք մեր տաղավարները։ Եթե մասնավոր տարածք ասենք, պայմանագիրը ո՞նց եք Եթե մասնավոր տարածք է, պայմանագիրը ինչի հաշվին է կրվում։ Չէ, դե պայմանագիրը բոլոր կնքում են, կապ չունի մասնավոր է թե։ Թիվն է տված, չէ՞ ինչը։ Ոչ մի կտի չհամավար Ովքեր են իրենք։ Այս մարդիկ։ Մեր աշխատողներն են։ Չհամաձայն է։ Բայց տեսեք ինչքան չեմ կարող կոնկրետ ասել, բայց երևի մի 300 անհատ ձեռներեց կլինեն էլի աշխատողները։ Միթե կարելի է այսքան մարդուն, ասենք, աշխատանքից զրկել 3 միջազգային, ասենք, բրենդի համար։ Տեղյակել չենք էլի ինչ բրենդներ են, ամենայն դեպս չեմ կարծում այդ 3 միջազգային բրենդները այնքան հարկ վճարեն, ինչքան որ այսքան ժողովուրդ է։ Դուք վստահ որ բրենդներ են բերելու Դե մեզ այդպես է ասվել, չգիտեմ։ Որովհետև այստեղ մեծ այդ զրույցում մի տղամարդ նշեց, որ ադմինիստրացիայից է եւ ասաց, որ այստեղ ընդհանրապես շինարարություն է, վերանորոգում է Մեզ ասել են հարցը։ Չէ, հենց այնպես չի շրջանառվում այդ լուրերը, ասվել է, որ 3 միջազգային բրենդներ է տրվելու եւ կինո է։
լինելու, վերականգնվելու է կինո։ Ամենայն դեպս իրենց տված ժամանակն էլ շատ կարճ է, էլի այդ ամիսի կեսը, մինչև մարտի 15-ը, այսքան ժողովուրդը չեմ կարծում այդ կարճ ժամկետում կարողանան, ասենք, ուրիշ տեղեր գտնեն, հեշտ չի, էլի ազատ տաղավարներ գտնելը եւ հարց դեռ այդ նոր տեղափոխված, ասենք, տարածքում արդյոք իրենց բիզնեսը կաշխատի այն ձևով, ինչը որ երկար տարիների սովորացրած, ասենք, հաճախորդներով, բաժիններում էլի կոնկրետ, չգիտեմ, տեսնենք ինչ կլինի, ես